Այսուհետ ավելացված արժեքի հարկի դաշտում կաշխատեն նաև իրավաբանական, հաշվապահական, գլխամասային, գրասենյակային և աշխատուժով ապահովման գործունեություն ծավալողները։ Վահե Հովհաննիսյանն ասում է, աշխատուժի ապահովման գործունեության դեպքում էլ են չարաշահումներ լինում։ Դրանք չեզոքացնելու համար ժամանակավոր աշխատուժով ապահովող գործունեությունը ևս կտանեն ավելացված արժեքի հարկի դաշտ։ Սա հաճախ լինում է այն դեպքերում, երբ օրինակ մի արտասահմանյան կազմակերպություն ներդրող, որը դեռ Հայաստանում գործունեություն չի իրականացնում, իրան ժամանակավոր թիմ է պետք վարձել ինչ-որ մի աշխատանք անելու համար, որպեսզի չգան այդ մարդկանց այսինքն քանի որ Հայաստանի հետ անծանոթ են, այդ մարդկանց գտնելու, վարձելու գործընթացների մեջ չմտնելու համար, օգտվում են այսպիսի ծառայություններից։ Չարաշահումների մասը ուրեմն փակելու համար մենք նաև աշխատուժով ապահովման ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը նույնպես ներառում ենք այս ծառայությունների ցանկում։ Միջմարզային, մարզային, ներմարզային փոխադրում իրականացնող ընկերությունները նույնպես ավելացված արժեքի հարկ կվճարեն։ Սա տեխնիկական փոփոխություն է, որովհետև նախկինում այս դասակարգչի մեջ, որի մեջ մտնում էր այս գործունեության տեսակը, դուրս էր եկել միկրո ձեռնարկատիրության համակարգից, ուղղակի քանի որ սա դուրս է եկել այդ դասակարգչից, հիմա առանձին ոնց որ նախկինում արգելված է եղել։ Հունվարի 1-ից փաստաբանական գործունեություն ծավալողները ևս հարկման ընդհանուր համակարգի մեջ են։ Փաստաբանների բարձրացրած բողոքներից մեկը անվճար խորհրդատվություն եւ ծառայություն մատուցելու վերաբերյալ էր։ Նոր օրենքը նախատեսում էր, որ նման ծառայությունների դեպքում էլ փաստաբանական գործունեություն իրականացնողը պետք է ավելացված արժեքի հարկ վճարի։ Արդեն հիմա ֆինանսների նախարարությունը հնարավորություն է տալիս փաստաբանական գործունեություն ծավալողներին իրենց վճարած ավելացված արժեքի հարկից 5%-ի չափ ծառայություններն անվճար իրականացնել։ Եթե այդ ծառայությունների նույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5%-ը։ Փաստացի այս նախագծով փոփոխությամբ հիմա իրենց 5%-ի չափով անվճար ծառայություններ մատուցելու քվոտա է տրվում։ Հունվարի 1-ից ծավալած գործունեության վրա փաստաբանների 5%-ի չափ անվճար խորհրդատվություն ու ծառայություն մատուցելը հետադարձ ուժ կունենա։